ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կանգնած է հայ ժողովրդի կողքին։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառումների հերթական կանգառը Տավուշի մարզում էր։ 3 տասնամյակներում իրականացված աշխատանքներն ընդգրկում են տարբեր ուղղություններ, եւ Դիլիջանում անցկացվող հանդիպումը նպատակ ուներ ընդգծել հումանիտարականազերծման եւ համայնքային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները։ 30 տարիների ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մասնակցել է Հայաստանի հիմնական մարտահրավերների հաղթահարմանը եւ լուրջ մասնակցություն են ունեցել այն հաջողություններին, որոնք գրանցվել են այստեղ Հայաստանում։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 30-ամյակին ես գտնվում եմ Տավուշի մարզում։ Այստեղ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել հատկապես սոցիալ-տնտեսական, գենդերային հավասարության, ականազերծման, շրջակա միջավայրի ուղղությունների շրջանակում։ Տավուշի մարզում դեռևս կան բնակավայրեր, որոնց տարածքներն ականապատ են։ Դրանք խանգարում են տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական հետագա զարգացմանը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործունեության 30 տարիների մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմում ներկայացված էին տարբեր մարզերի պատմություններ, սահմանամերձ գյուղերից մինչև վերականգնված տարածքներում կառուցված դպրոցներ, ջրագծեր, ճանապարհներ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում ներկայացված գործակալություններից, ինչպես գիտենք, ամենամեծ պորտֆել կառավարողն է եւ այդ իսկ պատճառով ամենաշատ ծրագրեր իրականացնողն է եւ Տավուշի մարզը նույնպես անմասն չի մնացել այդ ծրագրերից եւ այդ բոլոր ծրագրերի նպատակը մեկն է վերացնել աղքատությունը եւ այդ նպատակին էլ համահունչ է բոլոր ծրագրերը։ Եվ ես կցանկանամ այդ ծրագրերից առանձնացնել այդ ներդրումներից ոչ միայն նյութականը, այլ մեզ համար էլ ավելի կարևոր է որպես լավագույն փորձի ներդրում եւ որ այդ փորձը այդ ներդրումները լինում են շարունակական եւ տարածում են գտնում, որն էլ նպաստում է մեր տնտեսության զարգացմանը։ Միջոցառման խորագրի շրջանակում ներկաներին սպասվում էր նաև ինտերակտիվ վարժություն։ Ինքը ականազերծողի օգնությամբ այդ արահետով թղթե նշաններով ու ժապավեններով սահմանազատված պայմանական ականապատ տարածքում անցկացվեց սիմուլյացիոն վարժություն, մանրամասնելով ինչպես են հայտնաբերվում ականները, ինչ տեխնիկա է օգտագործվում, ինչպես են ապահովում տարածքների անվտանգությունը։ Իրազեկման կարևորությունն է նրան, որպեսզի մարդիկ իմանան նախ վտանգը դրա, ինչ կարա լինի, երկրորդը նման պարագայում եթե իրանք հայտնվում են, ինչպես իրանց պահեն, վարքագիծը ինչպեսին լինի, որպեսզի չվնասվեն։ Դա մեր մի գործունեության մի մասերից մեկն է։ Երկրորդը դա բնականաբար մաքրումն է, որը մենք իրականացնում ենք, հողերի ազատումը, մաքրումը, կրճատումը, որը մենք պարբերաբար իրականացնում ենք, ինչպես պետական աջակցությամբ, այնպես նաև միջազգային դոնորների աջակցությամբ, որը պարբերաբար անընդհատ իրականացվում է ամեն տարի կրճատումը այդ վտանգավոր տարածքները փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Մենք արդեն երկրորդ տարին սահմանազատման սահմանագծման գործընթացին զուգահեռ այն հատվածները, որոնք որ արդեն իսկ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության տարածք կա, այդ հատվածներում մենք արդեն իսկ սկսել ենք ականազերծման աշխատանքները, բավականին բարդ աշխատանքները, որովհետև խիտ ականադաշտեր է։ Բացի դա շատ տեղերում մենք իրազեկում ենք իրականացնում, հատկապես այն կոնֆլիկտային տեղերում, վտանգավոր տեղերում, որտեղ բնակչությունը մոտ է այդ աղտոտված տարածքներին, որպեսզի մենք տուժածներ չունենանք։ Ըստ էության կարող եմ ասել, որ այդ մեր աշխատանքների արդյունքում դեռևս մենք տուժածներ չունենք, մարդիկ իրազեկված են։ Հակաականային գործողությունների հետ միասին 30 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը փոխել են տասնյակ համայնքների իրականությունը, նվազեցնելով ռիսկերն ու ստեղծելով զարգացման ավելի կայուն պայմաններ։